Валберес опять горит. Ուկրաինական զինուժը շարունակում է Ռուսաստանի ուղղությամբ ԱԹՍ-ների կատաղի գրոհը։ Թիրախում կրկին Wildberries-ի պահեստներն են, այս անգամ Ռիազան քաղաքում, որտեղ աշխատել է ՀՕՊ-ը։ Ձեռնարկություններից մեկի տարածքում պայթյուններ են որոտացել, հրդեհ է բռնկվել։ Wildberries ընկերությունը հայտնել է, որ Ռիազանի օբյեկտի աշխատակիցները տարհանվել են անվտանգության պահանջներին համապատասխան։ Ընկերությունը սելերներին ու գործընկերներին տեղեկացրել է, որ պահեստը մատակարարումներ ժամանակավոր չի ընդունում, դրանք ուղարկելով Վլադիմիր քաղաքի պահեստ։ Ռիազանի Wildberries-ի խոշոր պահեստը նախկինում չի թիրախավորվել։ Ռիազանում հարձակման է ենթարկվել նաև նավթավերամշակման գործարանը։ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են արդյունաբերական տարածքում, կա 6 տուժած։ Նավթավերամշակման գործարան է թիրախավորվել նաև Պերմում։ Ուկրաինական հարվածներից լրջորեն վնասվել է Wildberries-ի առնվազն 7 պահեստ, խաթարվել է ընկերության գործունեությունը։ Վաճառողները հայտնում են բազմամիլիոնանոց վնասների մասին եւ բողոքում, որ քիչ են փոխհատուցում ստացել կամ էլ ընդհանրապես չեն ստացել։ Երբ բացեցի իմ գրասենյակն ու հասկացա, որ այնտեղ ամեն ինչ մոխրացել է, նստեցի ու լաց եղա։ Դե ուրիշ ինչ անել այդ իրավիճակում։ Պարտավորությունների այն քանակի հետ, որ ես ունեմ, չգիտեմ ինչպես վարվել։ Իմ կորուստը կազմում է 1.9 միլիոն ռուբլի։ Մեր խմբում հարցում անցկացրի։ Խմբի անդամների 68%-ը գրեցին, որ չեն ստացել։ Իսկ ովքեր ստացել են, փոխհատուցումը 1000 ռուբլուց է սկսվում։ Ամենաշատ փոխհատուցումը եղել է 37,000։ Ռուսաստանի կառավարությունը քննարկում է երկրի ամենախոշոր առցանց առևտրային հարթակին Wildberries-ին աջակցելու միջոցները, ներառյալ պետական վերահսկողության տակ գտնվող բանկերի միջոցով վարկերը, հարկային արտոնությունները եւ սուբսիդիաները։ Компания, собственно, достаточно беспрецедентно заявила. Ընկերությունը աննախադեպ որոշում է կայացրել օգնություն հատկացնել սելերներին, նրանց, ովքեր ապրանք են ունեցել պահեստներում, թեպետ դե յուրե նման պարտավորություն ընկերությունը չունի։ Ընդհանուր առմամբ իրավիճակը կառավարության հսկողության տակ է, սակայն դեռևս հստակ որոշում չկա։ Ուկրաինայի նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահի հետ, սակայն երկու լիդերների հանդիպումից որևէ տեսագրություն չկա, միայն լուսանկարներ։ Սա Զելենսկու արդեն 4-րդ այցն է Վաշինգտոն Թրամփի երկրորդ պաշտոնավարման ժամանակ, թե Թրամփը, թե Զելենսկին գոհ են հանդիպումից։ Օրակարգում են եղել հակահրթիռային պաշտպանությունն ու Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցությունը։ Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգներում մասնակցել է սենատոր Լինսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։ Սենատորը հստակ հանդես էր գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին։ Իդեպ Ռուսաստանի դեմ դժոխային սանկցիաների օրինագիծը առաջին քվեարկությունը հաղթահարել է Սենատում։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 86 սենատոր, դեմ է եղել 12-ը։ Ռուսաստանի դեմ պայքարի է դուրս եկել գրեթե ամբողջ աշխարհը, արևմուտքը նույնիսկ չի թաքցնում դա։ 10-ին տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ У нас центральные каналы. Մեր կենտրոնական ալիքները ցույց են տալիս այն ամենը, ինչ արևմուտքը մտածում է։ Կարևոր է, որպեսզի բոլորը տեսնեն, որ սա կատակ չէ։ Մեր դեմ ոտքի է կանգնել այսպես կոչված ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Արևմուտքը այժմ մեզ ասում է, որ կմտածի, թե երբ վերսկսի բանակցությունները մեզ հետ, բայց նաև ասում է, որ այդ բանակցությունների սեղանի շուրջ կլինեն Եվրոպան, Ամերիկան, Ուկրաինայի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը։ Սակայն մինչև այդ ըստ նրանց պետք է հայտարարվի զինադադար, որից հետո Ֆրանսիայի եւ Անգլիայի գլխավորությամբ կտեղակայվեն բազմազգ ուժեր։ Ինչ է սա նշանակում։ Սա վերջնագիր է։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի բարկանում, այլ կենտրոնանում է։ Ըստ Լավրովի, նյարդեր քայքայելն ամենավատ բանն է, իսկ առողջ զայրույթը միանգամայն տեղին է։ Такая же здоровая злость нам требуется. Մեզ նույն զայրույթն է պետք արտաքին ճակատում։ Հիմա առաջ է եկել Ռուսաստանի ապագաղութացման կարգախոսը, որը կրկին ենթադրում է մեր երկրի մասնատում։ Հույսերի այդ վերածնունդը արևմուտքը զգաց նաև ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, տեսնելով անջատողական շարժումների ի հայտ գալը հեռավոր արևելքում, Ուրալում, էլ չեմ խոսում Կովկասի մասին։ Նրանք հույս ունեին, որ այդ ամենը ուր որ է կքանդվի եւ իրենք կկարողանան հավաքել կտորները։ Եզրափակելով հարցազրույցը արտգործնախարարն ասել է, թե ինչն է իր համար ամենակարևորը։ Ռուսաստանը կյանք է, իսկ կյանքը Ռուսաստանն է։ Россия это жизнь, а жизнь это Россия. Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։